Ժողովուրդ օրաթերթի տեղեկությունների համաձայն երեկ երեկոյան իշխանության քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը խորհրդարանում ի թիվս այլ հարցերի քննարկել է նաև ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքը ուսումնասիրող էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը, սակայն Ժողովուրդ օրաթերթի ԿՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ Անդրանիկ Քոչարյանը խնդրել է իրեն վերաբերող հարցը հանել օրակարգից, չքննարկել խմբակցության ձևաչափով եւ խոստացել է, որ առաջիկա օրերին ինքը կզրուցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո նոր կարող են խմբակցության գործընկերները իր հարցը դնել քննարկման։ Նշենք, որ խմբակցությունը քննարկելուց հետո պետք է քվեարկություն իրականացնի խմբակցության ներսում եւ քվեարկության արդյունքում որոշվի էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծին կողմ է քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը թե դեմ։ Այսպիսով, Անդրանիկ Քոչարյանը շարունակում է իր գործունեությունը խմբակցության թիկունքում։ Նա վարչապետի հետ զրույցը ըստ ամենայնի կվարի իրեն հարմար ուղղությամբ, ինչպես որ ամիսներ առաջ, երբ փորձ էր արվում խմբակցության կողմից բարձրացնել Անդրանիկ Քոչարյանին մանդատից զրկելու հարցը։ Անդրանիկ Քոչարյանը այդ օրերին Նիկոլ Փաշինյանին համոզել էր, որ պետք է իրեն վերաբերող նախագիծ չլինի եւ ինքը մանդատից չհրաժարվի, քանի որ կա 44-օրյա պատերազմի հանգամանքներ ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույց ներկայացնելու անհրաժեշտություն։ Սակայն այդ զեկույցի ժամկետները վաղուց լրացել են եւ տվյալ հանձնաժողովը արդեն փաստացի գոյություն չունի։ Տեղեկացնենք նաեւ, որ ԿՊ խմբակցության երեկվա նիստի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը գործընկերներին համոզելու գործընթացում ասել է, որ չպետք է ընդդիմության բերանը լեզու դնել եւ ճիշտ չէ, որ ընդդիմության ներկայացրած առաջարկները խորհրդարանական մեծամասնությունը ընդունի եւ համաձայնություն տա էթիկայի հանձնաժողով ձևավորի քննելով իր վարքը։ Ամեն ինչ պետք է անել քաղաքական նպատակահարմարության շրջանակում եւ նա ըստ ամենայնի Նիկոլ Փաշինյանին կհամոզի չիրականացնել իր դեմ որևէ քայլ, այդպիսով պահպանելով մանդատը, նաեւ հնարավորություն չտալով խորհրդարանին քննարկել իր հարցը։ Սա նշանակում է, որ իշխող կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ամբողջությամբ իր վրա կվերցնի Անդրանիկ Քոչարյանի լկտի վարմունքի պատասխանատվությունը։